Ամեն դեպքում մենք բնականաբար բոլոր սցենարներն են նայում ենք, որպեսզի միշտ ենք նայել բոլոր սցենարները, որտեղ էլ եմ ասում, այս խոսակցությունները, որ ձեզ համար նորություն են, ինձ համար նորություն չեն։ Ես 8 տարին երկու անգամ այս խոսակցությունների մեջ եմ։ Եվ ԵԱՏՄ-ում են անընդհատ այս խոսակցությունները կապված սահմանափակումների հետ, ֆիտոսանիտարիայի հետ, նույն բանի հետ կապված տեսչական այցերի հետ եւ այլն։ Այսինքն դա ԵԱՏՄ-ի ամենօրյա աշխատանքն է։ Մենք եւ ես ասում եմ, որ ընտրություններից հետո կվերադառնամ աշխատանքի։ Հիմա ԵԱՏՄ-ի աշխատանքներին լիարժեք կներգրավեմ եւ բոլոր հարցերը արդեն երկու ձևաչափերում կքննարկեմ։ Շնորհակալություն Ուզեն։ Պարոն Փաշինյան, վերադառնալով կրկին շնորհավորանքին Ռուսաստանի նախագահի, ոչ միայն նրանք չեն շնորհավորում, այլ նաև Ռուսաստանից հնչում է տեսակետ, որ քաղաքական ընդդիմախոսների հանդեպ ճնշումներ են եղել եւ ընտրություններում կեղծիքներ են տեղի ունեցել։ Եթե Պուտինը շնորհավորի ձեզ եւ չճանաչի Հայաստանի ընտրությունները, ինչ փուլ է սկսվելու հայ-ռուսական հարաբերություններում, ավելի լարվելու է հարաբերությունները, դուք հիմա ասում եք, որ մենք առանցնյարդի բոլոր խնդիրները Ռուսաստանի հետ քննարկելու ենք, բայց Ռուսաստանը կարծես թե պատրաստ չի առանցնյարդի եւ առանց շտապեցնելու քննարկել Հայաստանի հետ բոլոր խնդիրները։ Ինչ կլինի օրինակ, եթե Ռուսաստանը չճանաչի ընտրությունները եւ երկրորդ հարցը դուք նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեցիք, որ կգնաք ԵԱՏՄ, կնայեք ձեր գործընկերների աչքերի մեջ, փաստերը կդնեք սեղանին եւ ամեն ինչ կքննարկեք։ Ինչ փաստեր եք դնելու սեղանին եւ ինչ մտահոգությամբ եք գնալու ԵԱՏՄ։ Դեք ես 8 տարուց ավել արդեն աշխատում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ եւ գիտեմ, որ նա ռացիոնալ մարդ է, ով հենվում է փաստերի եւ փաստարկների վրա։ Եթե նրանք ունեն մտահոգություններ, այդ մտահոգությունները մենք համբերատար կփորձենք փարատել, ոչ մի խնդիր չկա եւ կշարունակենք աշխատել։ Ինչ վերաբերվում է փաստերին եւ փաստարկներին, մենք երկու ձևաչափ ունենք, որին ես եմ մասնակցում, բայց նաեւ ունենք ձևաչափեր, որ գործընկերներն են մասնակցում։ Միջկառավարական խորհրդի նիստերին ԵԱՏՄ ես եմ մասնակցում եւ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերին եմ ես մասնակցում, այդ ձևաչափերով շարունակելու ենք մեր աշխատանքը։ Դե գիտեք, այդ ինչ նշանակում չճանաչեն ընտրությունները։ Ընտրությունները չճանաչեն, նախ ինստիտուցիոնալ մակարդակով պետք է կա անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելություն եւ Ռուսաստանի ինստիտուցիոնալ բանը, ինստիտուցիոնալ մեխանիզմը մեր ընտրությունների հետ առնչություն ունենալու այդ դիտորդական առաքելությունն է, դիտորդական առաքելությունը իր եզրակացությունը տվել է, ներառված է եղել նաեւ Ռուսաստանի Դաշնության դիտորդները։ Այսինքն մնացածը արդեն ռիտորիկայի հարց է, որը կքննարկենք։ Շնորհակալություն, հաջորդ հարցնողներին բազը եւ վերջին հարցը։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, ինչպես եք պատկերացնում Գյումրիում արտահերթ ընտրությունների կազմակերպումը, եթե ձևավորված ավականին շարունակում է իր աշխատանքը, ինչ իրավական սցենարներ կան Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար եւ դիտարկել եք այն սցենարը, որ սահմանադրական դատարանը կարող է ընդունել ընդդիմության հայտը Հայաստան դաշինքներ պատրաստվում դիմել սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը Հայաստանում բարձրագույն դատական ատյանն է, այսինքն բարձր դատարանն է։ Այսինքն ես ինչ մեկնաբանեմ սահմանադրական դատարանի գործունեությունը եւ հնարավոր որոշումները ես չեմ կարող մեկնաբանել։ Ինչ վերաբերվում է Գյումրիին, նախ ես ուրախ եմ, որ արդեն այն ինչ որ ասել եմ Գյումրիում արդեն իրականացվում է, որովհետեւ երեք ես տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին հարցրի, ասեց, որ արդեն մի քանի փողոցների հիմնանորոգումը կամ միջինորոգումը սկսվել է, անկախ ամեն ինչից, ես էլ ինչպես հայտնել եմ, ես Գյումրիում անձնական պատասխանատվություն եմ վերցնում անկախ նրանից դիմի հարթությունում ինչ խնդիրներ ինչպես կլուծվեն, դա ուրիշ հարց է, այսինքն ես քաղաքական դիրքորոշում եմ արտահայտել իրավական մնացած ընթացակարգերը արդեն պետք է նայենք, ես այս պահին պատրաստ չեմ կոնկրետ սցենար ներկայացնել, բայց պատրաստ եմ ներկայացնել մի սցենար, որ այնտեղ որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը մեզ կխոչընդոտի, մենք ձև կգտնենք շրջանցումով Գյումրին կբարեկարգենք։ Գյումրին այդպեսին չի կարող լինելու, որ դա ողբերգություն է ինձ համար անձնական եւ խայտառակություն։
որտեվ երբ որ Անիթայում ասում ես քարոզարշավ է անում, ես շատ ծանր ապրումներով եմ այդտեղ քարոզարշավ արել, որովհետև ես տեսածին ուղղակի չէի հավատում, թե ոնց կարա այնպես լինի, որ այն երկրում, որտեղ ես 8 տարի վարչապետ եմ, կարա լինի քաղաք, որ այդ վիճակում է։ Չկա երկրորդ քաղաք հանրապետությունում, որ լինի այդ վիճակում։ Չկա պարզապես, հասկանում եք։ Էջմիածին այդ վիճակում չի։ Նա ինչ նկատի ունի։ Նա ինչ չէ, ես ուրիշ բան նկատի ունեմ։ Հիմա Էջմիածնում կարող են լինել տեղեր, որտեղ ինչ որ խնդիրներ կան, բայց այնուամենայնիվ աշխատանքը եւ աշխատանքի դինամիկան դու տեսնում ես, որ ամեն այցից մի հատ էլ փոփոխություն, մի հատ էլ փողոց, մի հատ էլ նրբանցք, մի հատ էլ լույս, մի հատ էլ դուռ, մի հատ էլ պատուհան, իսկ Գյումրիում այդպես չի։ Գյումրիում ուղիղ հակառակն է։ Եվ եթե հանկարծ կառավարությունը այս ընթացքում էլ չաներ, այն ինչ որ արել է, ընդհանրապես աղետի գոտին շատ մեղմ հասկացություն կլիներ Գյումրիի համար։ Բայց ես ասում եմ, որ անկախ նրանից թե եւ ես հասկանում եմ, որ 8 տարի իմ վարչապետության օրը քաղաքային իշխանությունները զբաղված են եղել միայն սաբոտաժով։ Ես ուրիշ բացատրություն չունեմ, որովհետեւ էլի համայնքներ կան, որտեղ կան ընդդիմադիր քաղաքապետեր։ Գնացեք նայեք, քանի միլիարդի սուբվենցիոն ծրագիր ենք մենք միլիարդների սուբվենցիոն ծրագիր ենք մենք հաստատել։ Մենք սուբվենցիաները չենք կապել երբեք։ Մենք ասել ենք, մենք քաղաքապետի կամ վարչապետի կամ կառավարության համար չենք անում դա։ Մարդկանց համար ենք անում։ Ծաղկում են այդ թվում են քաղաքները, որտեղ ընդդիմադիր բաներ կան, քաղաքապետեր կան։ Բայց Գյումրիում իմ ընկալումն է նա, որ հատուկ կոռուպցիոն սաբոտաժ են արել, որ վերջում երևի մարդկանց էլ այդ լուրերը տարածեն, թե բանը վարչապետը, չգիտեմ, սենցա նեղված է կամ նեղացա, դա անհետ է։ Եվ շնորհակալ եմ իմիջայլոց գյումրեցիներին, որ Գյումրիում մենք 50+, չէ, 50+ ձայն ենք ստացել, եւ շնորհակալ եմ, որ այս ուղերձները եւ պարզաբանումները առնվազն մեծամասնության կողմից ընկալվել են եւ ել եմ ասում, ես ավելի հաճախ եմ այցելելու Գյումրի, որպեսզի աչքովս տեսնեմ, մյուս տեղերն էլ իհարկե ավելի եմ աչ։ Միջայլոց ասեմ ես, նախորդող շրջանի հետևություններից մեկը դա է, որ դուք էլ, մենք էլ պետք է պատրաստ լինենք, որ ավելի քիչ է լինելու կաբինետային աշխատանքը եւ ավելի շատ է լինելու համայնքներում, բնակավայրերում, մարդկանց հետ շփումներում աշխատանքը եւ իմիջիալոց դրանից էլ սկսելու ենք։ Մենք առաջիկայում կանենք մարզային այցեր, որը կլինի հետեւյալ ձևաչափով դահլիճային շատ շրջել ենք, հիմա անհրաժեշտ է այցերը ամփոփել, բնականաբար կառավարության ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքի ղեկավարներ, բայց նաև վարչական ղեկավարներ, ես ուզում եմ համաձայնեցված ցանկ ունենամ յուրաքանչյուր բնակավայրի առաջին 3 ամենահրատապ առաջին 3 խնդիրների վերաբերյալ եւ ես ուզում եմ այդ խնդիրները ունենամ վարչական ղեկավարի ստորագրությամբ, որ ինքը հաստատի, որ դա ժողովրդի հանրության բնակիչների հետ քննարկման հարց է եւ դրանք բնակավայրի առաջնահերթություններն են, որովհետեւ այս ընթացքում ես եղել այլ եղանակներով փորձել